Մեր երկրում ցավոք գործում է ընտրական օրենսդրություն, որը արհեստականորեն բարձր է սահմանում ընտրական շեմը։ Իշխանապողությունից հետո ինչ-որ իմաստով մեր եւ ուժեղ Հայաստանի հարաբերությունները նորեջ է բացվելու։ Մեր խնդիրը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ կոլեկտիվ Արևմուտքը։ Բոլորի հետ մենք պետք է կարողանանք կառուցել փոխշահավետ հարաբերություններ։ Նրանք համարվում են ռուսական թևի, այսպես ասած, ներկայացուցիչ։ Դուք կարծեք դες այդպես չեք դիրքավորում, այդտեղ խնդիր չկա գաղափարային բախման։ Եթե մենք չտեսնենք գաղափարական ընդհանրությունները, մենք իրancs հետ չենք համագործակցի։ Բարեկամներ, ողջույնները, սկսում ենք Status Quo-ն, ես քաղաքագետ Գեորգ Մելիքյանն եմ, այսօրվա զրուցակիցը Հայակվե միավորման համակարգող Ավետիք Չալաբյանն է, պարոն Չալաբյան, ողջունում ձեզ։ Բոլորը այսօր իհարկե ավելի շատ ոչ թե մտահոգված, այլև շատ զբաղված են այսպես Երևան երկխոսություն եւ այս գագաթնաժողովը, դրանք շատ կարեւոր են, մենք խոսենք դրա մասին, եթե դեմ չեք, բայց սկսենք նախընտրական այս փուլից, որը մեզ համար թերևս շատ ավելի կարեւոր է։ Պարոն Չալաբյան, շատերի համար հարց առաջացավ, թե ինչու դուք միացաք Սամվել Կարապետյանին, դուք կարծեմ ուզում եք լայն կոնսոլիդացիա լինել ընդդիմության շրջանակում, արդյոք սա համարում եք այդ լայն կոնսոլիդացիա, եթե շատերը չեն միանում, դուք էլ միանում եք, սկզբում այլ քաղաքական ուժի հետ եք փորձում այդպես համագործակցել, Արման Թաթոյանի, հետո պայմանավորվածությունների կամ այլ խնդիր առաջացավ, հիմա Սամվել Կարապետյանն արդյոք սա ձեր պատկերացրած կոնսոլիդացիան է։ Անկեղծ ասած, սա մեր պատկերացրած կոնսոլիդացիան չի ամբողջովին, մենք ուզենայինք, որ համագործակցությունը ավելի լայն լիներ, բայց ես ձեզ նաև հիշեցնեմ, որ տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի կողմից գլխավորված դաշինքին միաժամանակ երկու կառույց ըստ էության իրանց աջակցությունը հայտնեցին, մեկը մենք Հայակվեն, մյուսը ապրելու երկիր կուսակցությունը, որ այդ նախկինում էլ մենք գտնվում ենք քննարկումների փուլում։ Անկեղծ ասած, մենք ուզենայինք, որ այո, կոնսոլիդացիան ավելի լայն լիներ եւ ավելի մեծ թվով ազգային դաշտում գործող կառույցներ կարողանան իրար հետ համախմբեն, բայց պետք է նկատի ունենալ հետեւյալը, որ մի բան է մեր ցանկությունը եւ մենք մեր ցանկությունը ըստ էության կարողանում ենք իրականացնել մեր մասով։ Մի բան է տարբեր կառույցների, ասենք, սեփական տեսակետը, սեփական դիրքորոշումները, սեփական պատկերացումները չեն կարող ի վերջո բոլորի վրա միարժեքորեն ազդել։ Դրանով հանդերձ անկեղծ հույս ունենք, որ մինչև ընտրությունների օրը համախմբումը կշարունակվի, որովհետև ի վերջո կան կառույցներ, որոնք իրատեսական գուցե գնահատելով իրենց հնարավորությունները եւ հասկանալով, որ եթե իրանք մնում են ընտրաշավում, ապա մեծ հավանականությամբ կարող են անցողիկ շեմը չհաղթարել եւ դրա արդյունքում իրանց ընտրողներից գալի մասերը սկուտեղի վրա մատուցել Նիկոլ Փաշինյանին, գուցե դուրս կգան իսկապես ընտրաշավից եւ իրենց աջակցությունը կհայտնեն անդիմադիր այն ուժերին, որոնք ընդհակառակը այդ հնարավորություն ունեն։ Այսինքն ընտրություններից հետո, այսինքն առաջ իրենք կհանեն իրենց տեխնացությունը, որպեսզի եւ աջակցությունը կհայտնեն։ Հա, դա նորմալ պրակտիկա է, ես կարծում եմ, որ եւ չի բացառի, որ դա տեղ ունենա։ Այստեղ տեսեք նաեւ ինչու՞մ է, ինչն է շատ կարեւոր։ Մեր երկրում ցավոք գործում է ընտրական օրենսդրություն, որը արհեստականորեն բարձր է սահմանում ընտրական շեմը։ Ընդ որում, եթե նախկինում կուսակցությունների համար 5% էր եւ դաշինքների համար 7%, հիմա կուսակցությունների համար դարձել է 4%, բայց դաշինքների համար ընդհակառակը բարձրացել է դարձել 8%, որը բացարձակ абսուրդ քայլ է, абսուրդ ուղղությամբ, այսինքն դաշինքների համար դա պետք է ընդհակառակը իջներ, հա, եւ կուսակցությունների համար 4%-ը շատ բարձր է, որովհետեւ այլ խորհրդանական երկրներում, շատ երկրներում այդ շեմը 1%-ը, որոշ դեպքերում նույնիսկ 1%-ից էլ քիչ է, թե խորհրդանը ավելի մեծ է, հա, ենթադրենք խորհրդանում 150 տեղ է, այդ դեպքում մի տեղը խորհրդանում որպես այդպեսին շեմա հանդիսանում։ Շատ նորմալ կլիներ, եթե մեր մոտ էլ շեմը ավելի ցածր լիներ, այդ դեպքում մեծ քանակությամբ ուժեր իրատեսականորեն կարող են մասնակցել ընտրություններին եւ ամեն մեկը հավակներ, որ այո, իր շեմը կհաղթարի, բայց եթե շեմը բարձր է, չի կարելի խելամտորեն ենթադրել, որ 19 քաղաքական կառույցներ, կուսակցություններ կամ դաշինքներ կմասնակցեն ընտրություններին եւ բոլորը իրեն շեմը կհաղթարեն, մանավանդ հասկանալով, որ դրանց մեջ կան կառույցներ, որոնք օրինակ գործող իշխանությունը, որ բավական մեծ թվով ձայներ է հավաքելու ակնհայտորեն, հա, եւ մնացածներին մնալու է ոչ թե մնացած 18-ին մնալու է 100%-ը, այլ ընդհանրենք 80 կամ 75 կամ նույնիսկ 70%-ը, հա, էլ ավելի է դա բանալվելու, հա, ֆրագմենտացվելու։ Ուստի լավ կլիներ, որ այն կառույցները, որոնք կենտրոնացված չեն իրանց, ասենք, առաջնորդների քաղաքական պահանջմունքները միայն բավարարելուն,
ալ իրատեսականորեն հասկանում են, որ դիմացի ընտրությունները սովորական ընտրություններ չեն, այլ ավելի շատ հանրակրվեի բնույթ են կրում։ Այնուամենայնիվ ինչ որ պահից սկսած իրատեսականորեն գնահատելով իրանց ուժերը, իրանց հնարավորությունները, շեմը հաղթելու իրանց կարողությունը, այնուամենայնիվ հետ կանգնեն ընտրաշավից եւ շարունակեն այդ կոնսոլիդացիայի գործընթացը, նույնիսկ եմ ասում, ես դա չեմ բացառում։ Պարոն Շահբյան, բայց ինչ ընդհանուր բան ունեք դուք Սամվել Կարապետյանի գաղափարային առումով։ Նրանք օրինակ համարվում են, իհարկե համարվում են, ես չեմ ուզում հիմա գնահատականներ տալ, դա իմ այս պայն իմ գործը չի։ Նրանք համարվում են ռուսական թևի, այսպես ասած, ներկայացուցիչ։ Դուք կարծեք դες այդպես չեք դիրքավորում, այդտեղ խնդիր չկա գաղափարային բախման։ Տեսեք, նախ ես չէի ասի, որ իրանք ռուսական թևի ներկայացուցիչ են։ Համարվում են, բայց պարտադիր չի, որ իրականում ներքուստ այդպեսին լինեն, հա։ Երկրորդը, երբ որ մենք իրանց հետ աշխատում ենք եւ շարունակում ենք աշխատել մեր գաղափարական թեզերի համադրման վրա, ասեմ ձեզ, որ այդ աշխատանքը բավական կառուցողական բնույթ ունի, որովհետեւ շատ բաներ, որ մեր քաղաքական ծրագրի մեջ էր, մենք մեր քաղաքական ծրագիրը այնց համառոտ ներկայացրել ենք դեռևս փետրվարի 15-ին, մենք տեսնում ենք, որ ընդհանրությունները բավական շատ են։ Օրինակ, մենք իրանց հետ շատ լուրջ խոսում ենք նրա մասին, որ պետք է կարողանալ միասին կառուցել ուժեղ պաշտպանական ճարտարապետություն, պաշտպանական համակարգ։ Եվ դա իսրայելացի կոնսուլտանտի հետ։ Տեսեք, իրանց կոնսուլտանտն է իսրայելյան, հա։ Հիմա իրանք անկեղծ ասած նախկինում ասենք չեն ունեցել հնարավորություն մեր հետ համագործակցելու եւ հիմա երբ որ մենք իրանց հետ համագործակցում ենք, տեսնում ենք, որ մենք բերում ենք օրինակ նույն անվտանգության բնագավառում շատ լուրջ փորձ։ Իհարկե չեմ ուզում մեր փորձը համեմատեմ, ասենք իսրայելցի կոնսուլտանտի փորձը։ Այդ փորձերը իրականում պետք է փորձել նաև համադրել, հասկանալ տարբերություններ եւ այլն։ Բայց ես այդքան դրա վրա չէի կենտրոնանալ։ Կենտրոնանալ նրա վրա, որ մեր աշխատանքը իրանց հետ գաղափարական դրույթների հետ կապված, համադրման հետ կապված բավական կառուցողական է գնում։ Այլապես մենք, քանի որ մենք գաղափարի շուրջը համախմբված կազմակերպություն ենք, իրականում այդ քայլը չենք անի։ Բայց մենք տեսել ենք, որ նախ ընտրողի տեսեք անի, պարոն Շահբյան։ Այդ քայլը իրանց հետ համագործակցելու չենք անի։ Այսինքն ստիփաց է գնում այդ քայլը։ Չէ, ընդհակառակը, ես ասում եմ, եթե մենք չտեսնենք գաղափարական ընդհանրությունները, մենք իրանց հետ չենք համագործակցի, որովհետև այլապես կնեք, մենք կարող ենք A ինքնուրույն գնալ ընտրությունների, B ընդհանրապես ինքնուրույն ընտրությունին չմասնակցել, G այլ ուժերի օժանդակել։ Այն որ մենք գնացել ենք ուժեղ Հայաստանի հետ, պայմանավորված է նրանով, որ ի վերջո մենք տեսել ենք, որ գաղափարական դաշտում ամենամոտ, այսպես ասած, մերձեցումը իրանց հետ է հնարավոր։ Մասնավորապես նաև նրա հետ պայմանավորված, որ իրանք բավական ճկուն են։ Իրանց մտածելակերպը մենք զգում ենք, որ քարացած չի, ճկուն է եւ երբ որ տեսնում են մեր կողմից համոզիչ փաստարկներ, ըստ էության գնում են ընդառաջ։ Եվ նույնիսկ ուզում ասեմ, դա բավական դրական գործում է։ Կա նաև տպավորություն, որ եթե դուք չմիանայեք, դուք, այսինքն դուք ձեր շանսերը ցածր եք գնահատում, դա համար միանում եք, որ անցնեք խորհրդարան։ Դուք ինքն եք ասացիք, որ 4%-ը շատ բարձր է։ Ես ասացի հետևելը։ Մենք դեռևս հոկտեմբեր ամսից եւ դուք այս մեր քննարկումը դրանից սկսեցիք։ Խոսել ենք նրա մասին, որ այս ընտրությունները դասական իմաստով քաղաքական ընտրություններ չեն։ Այս ընտրությունները հարակվե են Հայաստանի ներկայիս պրոթուրքական կուրսի եւ ազգային պետություն լինելու միջև։ Եվ մենք դրա մասին ձեր հետ խոսացել ենք։ Այդ դրամաբանությամբ սա ավելի շուտ հանրակրվե է եւ հանրակրվեմ դու պետք է լինես կամ այս կողմում կամ այն կողմում։ Ազգային պետություն, հա։ Այո, ազգային պետության, ազգային հարատև պետության կողմում։ Եվ երբ որ մենք գնահատել ենք մեր սեփական կարողությունները, մենք եկել ենք այն եզրակացության, որ ավելի լավ է չֆրագմենտացնել մեր էլեկտորատը, եթե մենք գաղափարապես մոտ ենք, ավելի լավ է միավորել ջանքեր, ինչպես մենք դրա մասին խոսել ենք դեռ հոկտեմբեր ամսին։ Եվ ասեմ ձեզ, որը շատ հետաքրքիր է, նայած հետո երբ որ մենք հայտարարեցինք ուժեղ Հայաստանի մեր աջակցության մասին, եւ ուժեղ Հայաստանի կողմնակիցների կողմից շատ մեծ ողջավորություն կար, որովհետեւ դեմոնստրեց մեզ իրանք տեսան գաղափարական ուժ, որը իր աջակցությունը հայտնում ուժեղ Հայաստան, եւ մեր կողմնակիցների կողմից շատ մեծ ողջավորություն կար, որովհետեւ իրանք հասկանում են, որ բոլոր դեպքերում ինչքան էլ մենք գաղափարապես կայացած ավելի ինչ որ իմաստով երկար փորձառությամբ եւ ավելի հստակ դիմագծով կառուցենք, ուժեղ Հայաստանի ռեսուրսները եւ մեր գաղափարական, այսպես ասած, առանցքը իրար հետ համադրելով կարող է տալ ցանկալի, այսպես ասած, սիներգետիկ արդյունք։ Եվ հենց այդ պատճառով է, որ մենք գնացել ենք այս քայլին։ Պարոն Շահբյան, ո՞նց է կարողանալու այդ վերագրվող պրոռուսականությունը հաղթահարել ամեն դեպքում։ Ես կարծում եմ, որ միակ ձևը դա հաղթահարելու անել այն գործողությունները, որոնք ցույց են տալիս, որ մենք գտնվում ենք ազգային դաշտում եւ որ մենք գործում ենք հայկական ազգային շահից։ Ի վերջո, ասեմ ձեզ նաեւ հետեւելը։ Տեսեք, մենք աջակցում ենք ուժեղ Հայաստանին
համարելով, որ դա ամենաիրատեսական ճանապարհն է իշխանափոխության հասնելու։ Իշխանափոխությունից հետո եւ մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի այս ընտրությունները բերեն իշխանափոխության, հա։ Իշխանափոխությունից հետո ինչ որ իմաստով մեր եւ ուժեղ Հայաստանի հարաբերությունները նորեջ է բացվելու։ Մենք փորձելու ենք իրանց վրա ազդենք, իրանք փորձելու են մեր վրա ազդեն, բայց մենք մնալու ենք տարբեր կազմակերպություններ։ Եվ որպես այդպեսին, եթե մենք տեսնենք, որ օրինակ ուժեղ Հայաստանը ձեր պատկերացած, ասենք, ռուսական մեծ շեղում է անում, մենք փորձելու ենք դրան հակակշռել։ Որտեղ մենք պրոռուսական կազմակերպություն չենք։ Մենք ի սկզբանե միշտ գործել ենք հայկական շահից, բայց հայկական շահը դա նաև հակառուսական շահ չի։ Դա պետք է հասկանալ։ Հայկական շահը եւ այն ձևով ոնց որ մենք ենք ձևակերպում, դա ըստ էության մեր շուրջը գտնվող բոլոր ուժային կենտրոնների հետ համագործակցային հարաբերություններ ունենալու։ Փաշինյանը դա էլ անում է։ Փաշինյանը դա չի անում։ Ռուսաստանը շատ լավ է, Եվրամիությունը շատ լավ է, Միացյալ Նահանգները հետ լավ է։ Կներեք, եթե Փաշինյանը Ռուսաստանի հետ շատ լավ լիներ, մենք չենք ունենա երեկվա տարաբնույթ հայտարարությունները Երևանյան հարթակում։ Ռուսաստանի նկատմամբ սպառնալիքներ օրինակ չենք ունենա։ Փաշինյանը ինքը չի արել, ինքը չի արել։ Չէ, բայց Փաշինյանը հանդիպել է անողի հետ, դրանից հետո երկկողմանի հանդիպում ունեցել։ Մենք չենք ունենա Ռուսաստանից այն արձագանքը, որը տեղի ունեցավ։ Շատ բացասական կտրուկ արձագանքը։ Ես կարծում եմ, որ երբ որ դուք խոսում եք նրա մասին, որ Փաշինյանը բոլորի հետ շատ լավ է, դա մոլորություն է։ Փաշինյանը բոլորի հետ շատ լավ չի։ Փաշինյանը բոլորին զիջումներ է անում։ Դա զիջանքում շատ լավ։ Շատ կարևոր բան եք ասում, այսինքն ոչ թե զիջել, այլ փորձել համադրել շահերը, բայց հնարավոր է Հայաստանը առանց ուժեղանալու, առանց ունենալու այդ ասիմետրիայի թուլացումը, նվազումը կարողանա այդպես բոլորի հետ հավասար։ Իհարկե ոչ։ Չէ, նախ հավասարը հավասարի ես չասեցի, որովհետև վերջո, եթե դուք ուզում եք հավասարը հավասարի հետ աշխատեք ձեր գործընկերների հետ, այդ հավասարությանը պետք է հասնեք։ Այն ճիշտ է, ձեր հարցի մեջ պատասխանն կա։ Բայց ի վերջո, տեսեք, մեր մոտեցումը էս դրանում է, եթե դու ուզում ես ուժային կենտրոնների հետ արդյունավետ աշխատես, դու ինքդ պետք է ուժ ներկայացնես։ Գուցե դու չես դառնում ուժային կենտրոն նույն մասշտաբի, բայց դու ուժ պետք է ներկայացնես։ Փաշինյանը թուլություն է ներկայացնում։ Եվ բոլոր այն տարիներին, երբ որ մենք տեսնենք Փաշինյանը պրոյեկտում է թուլություն, խեղճություն, զիջումներ եւ այդ մոդելը, երբ որ դու բոլորին զիջում ես, հա, չի նշանակում, որ դու բոլորի հետ լավ հարաբերություններ ունես։ Լավ հարաբերությունները փոխադարձություն են ենթադրում, լավ հարաբերությունները փոխադարձ հարգանք են ենթադրում, լավ հարաբերությունները ենթադրում են, որ դիմացի կողմը հասկանում է քո շահը։ Եվ ոչ թե ասենք ոնց որ 3 տեղ տեղի ունեցավ։ Բաքվից Ալիևը հոխորտաց, հա, հերոստակամուրջի միջոցով։ Եվ միակ մարդը, որ իրան պատասխանեց, դա Եվրոխորհրդանի նախագահն էր։ Փաշինյանը հնարավորություն ուներ չէ պատասխանելու վերջը, բայց չպատասխանեց։ Դա խայտարակություն։ Ալիևը գովեց իրեն նաև։ Հա դա խայտարակություն է։ Իրան գովեց, բայց ըստ էության հայ ազգին հերթական անգամ ստորացրեց, չէ՞։ Հայ ազգին հերթական անգամ սեպարատիստ, անջատողական, հանցագործ, ռազմական հանցագործ։ Իդեպ, որը կարևոր է, ռազմական հանցագործ ավանեց։ Ոչ մի հակադարձում չստացավ։ Դա լավ հարաբերություն չի։ Դա խեղճություն է, կամակատարություն է, թուլամորթություն է։ Այսինքն մենք հիմա պիտի մտածենք, որ նոր ընտրությունների ժամանակ այդ բոլոր պարադիգմաները փոխվելու են, եթե իշխանությունը փոխվի։ Ես կարծում եմ, որ իշխանափոխության հիմնական նպատակը դա պետք է լինի, եթե մենք ուզում ենք ուժեղ հարատև երկիր կառուցենք, մենք պետք է դուրս գանք այս խեղճության, սեփական ուժերի նկատմամբ հավատի բացակայության, ազգային ինքնության, հետևողական նսեմացման այս պարադիգմից, այո, որը Փաշինյանն է կառուցում։ Պարոն Չարբյան, քանի ես տեղյակ չեմ, այսինքն ցուցակները դուք քանի հոգի Հայաքվեից ձեր ուժեղ Հայաստանի հետ դաշինքում։ Տեսեք, Հայաքվեն իր աջակցությունն է հայտնել ուժեղ Հայաստանին առանց դաշինքի մեջ ներգրավելու։ Մենք ուժեղ Հայաստանի ցուցակների մեջ ընդհանրապես ներգրաված չենք։ Եվ դա մեր գիտակցված ընտրությունն է։ Այսինքն դուք առանձին միով է, այսինքն դուք չեք պատգամավորության։ Մենք մեր քաղաքական հավակնությունները դրել ենք մի կողմ, մենք աջակցում ենք ուժեղ Հայաստանին առանց դաշինքի մեջ ներգրաված լինելու։ Պարոն Չարբյան, չէ՞ մեկը կողքից կնայ կամ դա շատ մեծ զոհաբերություն կդիտի կամ միամտություն։ Որն է դրանցից ասես։ Ես կարծում եմ, որ դուք պետք է ելնեք նրանից, թե որն է մեր նպատակը։ Հայկվեն քաղաքացիական միավորումը, որը թեև գտնվում է քաղաքական տրանսֆորմացիայի մեջ, բայց ի վերջո Հայկվեի նպատակը նրանում է, որպեսզի Հայաստանը չհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի հարկադրանքի տակ։ Քանի մենք չենք դարձել քաղաքական կազմակերպություն, մենք պատրաստ ենք եղել այո գնալ այսպիսի զոհաբերության եւ մեր սեփական
քաղաքական հավակնությունները դնել մի կողմ, նույնիսկ համագործակցության մասին հուշագիրը մենք ընկել ենք նրանից հետո, երբ որ ցուցակները արդեն ներկայացված են եղել ընտրական հանձնաժողով, որովհետեւ ընդհանրապես այդպիսի խնդիր չլինի։ Եվ այդպիսի խնդիր չի եղել։ Մենք այդպիսի հարց նույնիսկ չենք դրել մեր գործընկերների առաջ։ Մենք ասել ենք մենք պատրաստ ենք աջակցենք, եթե դուք պատրաստ եք մեր գաղափարական դիրքորոշումները որդեգրել։ Իսկ հնարավոր է մեր միակ նպատակը, մեր միակ բանը պայման է դա։ Ուժեղ Հայաստանը, քանի որ ունի բնականաբար ուժեղանալու, հանրությանը ներկայանալու ավելի պատրաստ, ավելի կայացած, ինքը կարիք ունի ձեզ ուղղակի որպես այդպես ասած շիրմա ցույց տալու որ կան աջակցողներ, բայց արդյունքում դուք գլոբալ առումով ձեր ուժը չի շահում։ Չէ, ներողություն։ Նորից եմ ասում, եկեք ելնենք նպատակից։ Հիշեք։ Մի անգամ նորից ուզում եմ կրկնեմ։ Սա սովորական իմաստով քաղաքական ընտրություններ չէ։ Սա հանրակրվե է։ Ընդ որում չի բացառվում, որ այս ընտրությունները նաև տարաբնույթ շարունակություններ ստանան, կախված ընտրությունների արդյունքից։ Դրա համար դիտարկեք այս ընտրություններին մեր մասնակցությունը որպես մասնակցություն հանրակրվեին։ Մենք մասնակցում ենք այո Հայաստանին ճակատում, դիտարկելով գործող իշխանություններին որպես Հայաստանին ոչ ասող ճակատ, որը փորձելու է չեղարկել անկախության հռչակագիրը, որը փորձելու է փակել երրորդ հանրապետության էջը, որը փորձելու է ստեղծել չորրորդ հանրապետություն, որը այլևս չի լինելու հայկական պետություն, քանի որ 300,000 ադրբեջանցիներ Ադրբեջանի պահանջով պետք է բնակեցվեն Հայաստանի տարածքում եւ այլն։ Մենք հիմա մասնակցում ենք այս ամեն ինչին, որպեսզի թույլ չտանք Հայաստանի Հանրապետության որպես ազգային պետության կազմալուծումը։ Մեր առանձնական քաղաքական հավակնությունները դրեք մի կողմ։ Դուք խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, ըստ էության կրկնում եք արևմտյան թեզերը, որ Հայաստանը հեռանում է Ռուսաստանից, Ռուսաստանը իր ներկայությունը այստեղ նվազեցրել է, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Հայաստանի ապրանքաշրջանառությունը շատ ավելի բարձր է, քան երբևէ եղել է։ Հանդիպումները ավելին են, քան 3 նախկին ղեկավարները միասին վերցրած։ Նորից Փաշինյանը անգամ շեշտեց, որ ընտրությունից հետո այցելելու է Մոսկվա։ Կարծեք այդ պորտալները կտրված չի, հետեւաբար ինչ խնդիրների մասին է խոսքը հայ-ռուսական։ Այո, կարող են լինել ինչ-որ կնճռոտ հարցեր բոլոր պետությունների մեջ, բայց տեսնել այդտեղ ինչ-որ գլոբալ, այսպես ասած, շրջադարձ Ռուսաստանից դեպի արևմուտք, դուք այդպես եք տեսնում։ Գեորգ, տեսեք, նորից ուզում եմ կրկնեմ հետևյալը, հա։ Մեր խնդիրը ոչ Ռուսաստանն է, ոչ էլ կոլեկտիվ արևմուտքը։ Մենք ֆունդամենտալ համարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է գործընկերային հարաբերություններ ունենա եւ Ռուսաստանի Դաշնության, եւ Եվրոպական միության, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների, եւ Չինաստանի, եւ նաեւ մեր տարածաշրջանի ուժային կենտրոնների, ինչպիսին են Իրանը, որը այս ընթացքում բավական հզորացավ փաստացի, եւ Թուրքիան եւ այլն։ Բոլորի հետ մենք պետք է կարողանանք կառուցել փոխշահավետ հարաբերություններ, որքանով որ դա հնարավոր է եւ որքանով այդ հարաբերությունները իրար չեն հակասում։ Մեր խնդիրը այլ է։ Մեր խնդիրը այն է, որ Փաշինյանը ինքը կոնկրետ Հայաստանը տանում է թուրք-ադրբեջանական պարտադրանքի տակ եւ մենք դա տեսնում ենք ամեն քայլափոխին։ Ոչ ռուսական, հա։ Թուրք-ադրբեջանական, երբ որ Ադրբեջանը օրինակ ավերում է Ստեփանակերտի մայր տաճարը եւ այս Հայաստանի գործող իշխանությունը, որը իդեպ կողմ է, որը դեռևս 23 թվականին Ադրբեջանի գործողությունները բողոքարկել է Հագայի արդարադատության միջազգային դատարանում, վճիռ է ստացել, որով պարտավորեցվում է, որ Ադրբեջանը պահպանի հայկական մշակութային ժառանգությունը Արցախում։ Եվ հիմա, երբ որ Ադրբեջանը դա ավերում է, նա արդարացնում է դա։ Մեր խնդիրը նույնիսկ եմ ուզում կրկնել, ոչ Եվրոպան է, ոչ Ռուսաստանը, մեր խնդիրը այն է, որ այս իշխանության օրոք Հայաստանը որպես հայկական պետություն կդադարի գոյություն ունենալ, եթե այս վարչակարգը շարունակի Հայաստանում իշխել, որովհետև նա Ադրբեջանին տված իր պարտավորությունները շարունակաբար իրականացնում է։ Այդ պարտավորություններից մեկը դա, որ Արցախը պետք է ջնջվի ընդհանրապես, որ արցախայերը չպետք է վերադառնան։ Հիմա տեսեք, Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև, որի 13-րդ եւ 14-րդ կետերը խոսում են արցախայերի վերադարձի իրավունքի մասին։ Բելգիայի, Հոլանդիայի խորհրդարաններն են դրա մասին բանաձևեր ընդունել, մինչև այդ Շվեյցարիայի խորհրդարանն է դրա մասին բանաձև ընդունել։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը նույնիսկ չի փորձում նույն Եվրոպայում ընդունած բանաձևերի վրա հենվելով այս խնդիրը վերադարձնել հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Որովհետև ինքը վախենում է, դուք կվերադարձնեք դա։
Բնականաբար պետք է վերադառնալ։ Ցեղասպանության հարցում Հայաստանը տարիներ շարունակ վախեցել է Թուրքիային պահանջներ ներկայացնել։ Դա արել է Սփյուռքը, դա արել են Եվրամիության կառույցներ, Խորհրդարանը, տարբեր էլի կառույցներ, բայց ոչ երբեք Հայաստանը նույն գիծն է։ Նույն գիծն պահանջներ, տարածքային պահանջներ չի ներկայացել։ Պահանջներ, գոնե ցեղասպանության ճանաչման, ընդունման, պատասխանատվության ստանձնման, ցեղասպանության ճանաչման տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունը մինչև Փաշինյանի իշխանության գալը հետևողականորեն իրականացրել է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման։ Միջազգային։ Այո։ Բայց ինքը անձամբ չի դիմել։ Չէ, բայց մենք Թուրքիայի հետ կներեք դիվանագիտական հարաբերություններ չենք ունեցել։ Բացի դրանից մի մոռացեք, որ երբ որ Թուրքիայի հետ ստորագրվեցին այդ հուշագրերը, արձանագրությունները, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը դրանք համեմատելով մեր սահմանադրության հետ եւ մասնավորապես նաեւ համատելով անկախության հռչակագրի հետ, որ մեր սահմանադրության նախաբանումա նշված է, ասաց հետեւյալը, որ այդ արձանագրությունները գործում են այնքանով, որքանով նրանք չեն հակասում մեր սահմանադրությանը։ Այսինքն այն ժամանակ դա եղել է մեր քաղաքական կուրսի մաս։ Իսկ հիմա դա հանված է։ Հիմա ինչ է նշանակում Ադրբեջանից վախենում են։ Եթե Եվրոպական միությունում հիմա արդեն աստիճանաբար բարձրանում է այդ ալիքը, որ Արցախահայերի իրավունքները, ինչպես եւ ցանկացած մարդու իրավունքներ, պետք է պաշտպանված լինեն, Հայաստանի Հանրապետությունը առնվազն պետք է Արցախահայերի իրավունքները պաշտպանի, ոչ թե Փաշինյանի խոսքերով, որը գնում է Եվրոմիություն, Եվրոպական խորհրդանում, ելույթանում եւ ասում է, վերադարձ իրավունք չպետք է գոյություն ունենա, որովհետեւ դա նոր կոնֆլիկտների հիմք է ստեղծելու եւ այլն։ Լսել եք այդ իրավունքը, չէ՞։ Եվրոպական խորհրդարանը ասում է պետք է վերադարձ իրավունք լինի, Փաշինյանը, որը մեր Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնատար անձն է, եւ ֆորմալ տեսանկյունից մեր շահերը պետք է ներկայացնի, գնում ասում է, չէ, իզուր այդ ձեր բաները, բանաձևերը մի ընդունեք, մենք մեկը դրանից չենք օգտվելու։ Դուք հասկանում եք աբսուրդը։ Ամբողջը խնդրեմը հենց դա է, որ մենք հասկանում ենք, բայց չգիտենք ինչ անենք դրա։ Ինչ պետք է անենք, պետք է հաղթենք իրանց ընտրություններով, փագենք այդ էջը։ Ինչ պետք է անենք, պետք է փագենք այդ էջը։ Պետք է կարողանանք տուն արտուն մտնենք, ամեն մարդուն համոզենք, այն ինչ որ ես հիմա ասում եմ ձեր մոտ եթերում տաղավարից, պետք է ասենք ամեն մարդուն, որպեսզի իրանց հասնի այդ։ Եվ իդեպ ասում ենք, եւ իդեպ հասնում է։ Հասնում է ցանկացած մարդը խոսակցության մեջ ամտնում, ի վերջո իր վրա սկսում է ազդել դա։ Մարդիկ այնքան տրավմաներով են անցել, որ այսօր անգամ խաղաղություն բառը մարդկանց ենթագիտակցության մեջ շատ դրական էմոցիաներ է առաջացնում։ Հիմա մարդիկ հարց են տալիս, լավ, եթե դուք եք գալիս իշխանության, ուժեղ Հայաստանը կամ դուք գալիս եք միասին, արդյոք դուք հրաժարվելու եք խաղաղության նախագծից, խաղաղության այս գործընթացից։ Ես հակառակ հարց տամ, էլի։ Իմ միջոցը դարձնել է մարդկանց գլխում։ Իսկ Փաշինյանը կներեք խաղաղություն է իսկապես բերելու։ Ինչպես կարող է լինել թույլ, կամակատար, զիջող հանձնող եւ խաղաղություն բերես։ Մինչեւ հիմա, երբ որ Փաշինյանը մենք գործողությունները իրա տեսնենք վերջի 8 տարիների ընթացքում։ 8 տարիների ընթացքում բացի կորուստներից եւ զիջումներից Փաշինյանը ոչ մի բան չի բերել։ Միայն կորուստներ եւ զիջումներ։ Եվ եթե դա է խաղաղության գինը, մարդիկ հասկանում են, որ ուրեմն եթե Փաշինյանը մնա իշխանության, նա շարունակելու է զիջումներ անել։ Հիմա Ադրբեջանը Ալիև իրան մի հատ պատուհան է տվել, որպեսզի ինքը վերարտադրվի, որպեսզի շարունակի դրանից հետո էլի քամել եւ կթել Փաշինյանին։ Հայաստանից նորանոր զիջումներ փոկել։ Ասեմ զիջումները, որոնք են ցուցակի մեջ։ Հայաստանից անկլավները վերցնել, դրանով կտրել Հայաստանից Սյունիքը, դրանով կտրել Ասում դա մերը չի, ասում դա մենք խորհրդային տարիներից սկսած դա հայկական չի եղել։ Դա այդպես փաստներողություն։ Ինչպես որ Արցախը մերը չի, ըստ իրեն, այդպեսի փաստաթուղթ գոյություն չունի։ Փաշինյանը ինքը բազմիցս հայտարարել է, որ չկա այդպիսի փաստաթուղթ, որով է տարածքները ադրբեջանական պատկանելիություն չեն անկլավ կոչվում։ Որովհետև սովետական տարիներին դրանք տրվել են Ադրբեջանի վարչական կառավարմանը։ Բայց դա ադրբեջանական տարածք չի եւ հայ-ադրբեջանական որևէ փաստաթուղթ գոյություն չունի։ Այդ մեկ։ Ուրեմն Հայաստանում պետք է բնակեցվեն Ադրբեջանի պահանջով մինչև 300,000 ադրբեջանցիներ։ Ասում են նման պահանջ չկա։ Նման պահանջ կա, Ալիևը բազմիցս կրկնում է, Ալիևը ինքն է կրկնում, ոչ թե իր падգամավորները կամ ինչ-որ հկներ, Ալիևն է կրկնում, Ալիևն է ասում, որ մենք մեքենաներով վերադառնալու ենք Երևան, Ալիևն է ասում, որ Գյոկչան մեր լիճն է, Ալիևն է ասում, որ Զանգեզուրը մերն է եւ այդ բոլորը այդ ցուցակով իր առաջ Երևանն էլ այդ թվում։ Հա, Երևանն իրենք նույնիսկ պաշտոնական իրենք Երևան են կոչվում, ոչ թե Երևան։ Հիմա ես ուզում եմ ձեզ հստակ ասեմ։
Այդ բոլորը Փաշինյանը արդեն պարտավորվել է Ալիևին տալ։ Բոլորը պարտավորվել է, դրա համար Ալիևը տենց հանգիստ խոսում է։ Եվ իդեպ ես ասեմ, Ալիևը քանի որ վախկոտ ու զգուշ մարդ է, խոսում է մենակ նրա մասին, ինչի մասին վստահ է։ Եվ քանի որ նա այդքան վստահ խոսում է, նշանակում է արդեն Փաշինյանից երաշխիքներ է ստացել։ Ուստի ցանկացած ոք, որ գնալու է ընտրելու է Փաշինյանին, պետք է հիշի։ Ինքը ընտրում է վաղվա իր ադրբեջանցի հարևանին։ Ինքը ընտրում է Սյունիքի փոխանցումը Ադրբեջանին։ Ինքը ընտրում է Սևանալճի առնվազն այն հանդիպակաց ափի փոխանցումը Ադրբեջանին եւ այլն։ Ինչպես ադրբեջանցիները ափի գլխին կախված են իրանց ռազմական դիրքերով։ Ամեն ուրեք առաջ են եկել եւ որոշ տեղերում լճից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա են գտնվում։ Օրինակ Ջիլ կամ Արտանիշ գյուղերում։ Հասկանում եք, տեսել եք այդ ադրբեջանցիները տեսնում եք դիրքերը 5 կիլոմետր հեռավորության վրա են լճից գտնվում։ Այս ամեն ինչը Փաշինյանի վերընտրության դեպքում կարող է տեղի ունենալ տարածություն մի քանի տարվա ընթացքում։ Տարածություն մի քանի տարվա։ Դեռ ցանկացած ոք, որը մտածում է, որ Փաշինյանը իրենց գյուղ ասֆալտ է բերել ու պատրաստ է դրա խաթր գնա Ադրբեջանին, Փաշինյանին կներեք, խառնում եմ արդեն այդ երկու բառերը, գնա Փաշինյանի համար քվեարկի։ Պետք է հիշի, նա քվեարկում է Ալիևի օգտին, նա քվեարկում է Հայաստանի ադրբեջանակացման օգտին, նա քվեարկում է Հայաստանի Հանրապետության կազմալուծման եւ դրա փոխարեն ինչ որ մի հատ անհասկանալի խառը բնակչության պետական կազմավորում ստեղծելու օգտին։ Եվ այդ մարդը պետք է իրեն հարց տա։ Իսկ արդյոք ուզում է ինքը այդ պետության մեջ ապրի, որտեղ իր հարևանը լինելու է ադրբեջանցի, ոչ թե կրթված, խաղաղ, ցիվիլ ադրբեջանցի։ Ադրբեջանական բանտերից դուրս թողած ամենայն վերջի հանցագործները։ Դեռ համոզված եմ, որ Ադրբեջանը հիմա այդ ծրագիրն է պատրաստում։ Իր բոլոր բանտերը դատարկել, դրանց փոխտալ, որպեսզի իրենք կան վերաբնակվեն Հայաստանում։ Դա է իր ծրագիրը։ Պարոն Չարաբյան, շնորհակալություն այս կարևոր քննարկման համար, շնորհակալություն արծես բարեկամներ եւ ամենակարևորը կատարեք ճիշտ ընտրություն, հաջողություն ձեզ։ Շնորհակալություն, տեսություն ձեզ։